Բարի օր ժողովուրդ ջան։ Մի հատ լսենք էլի։ Ստեղծված իրավիճակը իրապես մեզ համար սա աղետալի ու խայտարակ իրավիճակ է եւ դրա համար ես այսօր բարեկենդանի օրվա հետ սկսած, որ ինչպես եւ մենք լսեցինք քարոզը, իրականում առաջերտին խոսքս ուղղում եմ Նիկոլին, կոչ անելով որ ապաշխարի։ Իրապես ապաշխարի, որովհետեւ մեղք կա։ Իշխանությունը փոխվելու է եւ իր հայադավ ու ազգադավ գործերը, քայլերը ի հայտ են գալու եւ հանրությունը տեսնելու է։ Եվ մեղք կա գոնե ապաշխարի, որովհետեւ Օրնություն դրանով կարող է բերի իր երեխեքին, փրկի իր հոգին։ Իսկ մենք բոլոր, մենք հայերս, պետք է գիտակցենք հետևյալը, որ սա մեր վերջի պայքարի խրամատն է։ Անդեմ բոլոր նրանց, ովքեր դեմ են հայությանը եւ հայ ժողովրդին։ Որտեւ սա ոչ թե մենք անդիմադիր կամ դիմադիրի խնդիր է, այլ խնդիրը լինելու եւ չլինելու է։ Լինելու հայ լինելիության եւ չլինելիության։ Այդտեղ արդեն անդիմության խնդիր չկա։ Կա պայքարի, պայքարողի եւ չպայքարողի, ազատագրողի եւ չազատագրողի։ Ծնկի իջնողի թուրքի առաջ, խոնարհվողի եւ թուրքին հաղթողի։ Հանուն լինելիության եւ ապրելու, որովհետեւ հայը ագրեսոր չի եղել, հայը միշտ պաշտպանող է եղել եւ արժանի հակահարված տվող է եղել։ Եվ դա պետք է գիտակցել ու հասկանալ, որ պատերազմից եթե վախենում ես, ոչ մի բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց եթե դու պատերազմից վախենում ես ու քեզ քո երկրի ղեկավարը ոչ թե խրախուսում է, ոչ թե ոգևորում է, ոչ թե հակառակորդիդ ով որ քո ազգի, քո ժողովրդի, քո սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ հայտնելով հաթաթայի անում, այլ դու իրեն զգուշացնում ես, որ մի արա, որտեվ կարող ես կորցնել, քո ժողովուրդը ոգևորվում է։ Երբ որ դու ասում ես ժողովուրդ, մենք եթե չգնանք, եթե մենք չլռենք, եթե մենք չզիջենք, եթե մենք չխնդրենք, ուրեմն մենք կկործանվենք ու դու անընդհատ ժողովրդին նսեմացնում, թուլացնում ու վախեցնում ես պատերազմով, որով վախեցնում է քեզ քո թշնամին, դու արդեն առաջնորդ չես այդ ազգի։ Եվ պետք է գիտակցել, որ այսօրվա իշխանությունը, երբ որ իրենք խոսում են վեհապար տիրոջ մասին տարբեր բամբասանքներ, այդ ամենը կապ չունի ընդհանրապես իրենց ընդհանրապես չի հետաքրքրում։ Իրենք մի նպատակ են հետապնդում։ Մի մոռացեք, երբ որ իշխանությունը այսօրվա իշխանությունը կանգնեց ասեց Արցախը մերը չի, վեհապար տերը միակն էր, ով ասեց, որ ես չեմ կարող մերվել Արցախի կորստի եւ իմ ժողովրդի այս վիճակի մասին։ Եվ դրանից հետո սկսվեցին վեհապարի նկատմամբ հետապնդումները ել ավելի ուժգին եւ ել ավելի հետեւողական։ Դրա համար կոչս իմ հայ ժողովրդին է, գիտակցեք, որ սա միակ մեր վերջին խրամատն է։ Եթե սա անկավ, մենք բոլորս կործանվելու ենք։ Եվ մենք հիմա ունենք լինելիության պայքար։ Եվ մենք միակ մեր հնարավոր ճանապարհն է կանգնելով վեհապար տիրոջ կողքին, կանգնելով մեր սրբության, սրբոց մայր տաճարում այստեղ կանգնելով, մենք պետք է կարողանանք գիտակցենք ու հասկանանք, որ մեր կյանքի գնով պետք է պատրաստենք պաշտպանելու, որովհետև դրանով իսկ մեր փրկությունն է, մեր ազգի փրկությունը։ Նախարարինը քո համար Նիկոլ չի, այլ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գնա անգիրարա։ Ու вообще ընդհանրապես նայում եմ քո պահվածքին, քյարթու ավարիել խոսում ես։ Վրիցդ կաթում է մաֆիոս կերպարդ։ Վրիցդ կաթում է այն քո ներքին, չգիտեմ, խիղճը այնտեղ պատիտակ ծխում է, մանթո։ Եկել ես իմ վարչապետին ասում ես պետք է ապաշխարի, հա? Լուրջ ես ասում։ Ուրեմն յուրաքանչյուր տխմար, ուլ իմ ընտրած վարչապետին հանգարց չփորձի ինչ որ ավելնորդ բառեր ասի։ Դու ընդհանրապես ոչ մեկ ես, իզվատ тебя никак, այ հոգնած, որ դու գաս իմ վարչապետին ասես պետք է ապաշխարի։ Իմ վարչապետը կար ընդհանրապես աթեիստ է լինի, դա քո գործը չի, հասկացա՞ր։ Դու քիթդ կողի քո սեփական տրուսիկի մեջ։ Ու տես դու ով ես։ Եկեղեցի ներկայացնող։ Նիկոլ Փաշինյանը ձեր նման էշրեշ դուրս չի տալիս։ Էշրեշ չի խոսում, կենացներ չի ասում։ Որովհետև իր եղունգի են տակի կեղտ ավելի ազնիվ է, քան թե դուք։ 30 տարի դուք ապրել եք։ 30 տարի կայֆերով, կայծերով ապրել եք, վայելել եք։ Իսկ ես ազգը հայրենիք է պահել։ Այդ ձեր կենացների զոհն է դարել։ Իսկ հիմա ոչ։ Իսկ հիմա սաղիտ ասում է Աշոտյան եղեք։ Եղավ։ Ասում ես Նիկոլ Փաշինյանը նսեմացնում է, վախացնում է պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը իրականությունից է խոսում։ Բա որ դուք այ համբալներ, այդ սքեմի շորերը հակած, տարիներով նսեմացրել եք, նվաստացրել եք, օգտագործել եք, ճնշել եք, խաբել եք, ձեզ կարելի էր, հա? Ձեզ սեփական երկրին կարելի էր նսեմացնել, վախացնել։ Իսկ Ադրբեջանի վախացնելու վրա զարմանում եք, հա, տենց։ Ինչի՞։ Դե ձեզ կարելի էր։ Ձեզ սեփական ազգին կոտորելը, հայաթափանելը,
գրփել է երկիրը, եկեղեցին կեղեքել է։ Էդի կարելի է ձեզ։ Բայց ճշմարտությունը ասել չի կարելի, հա։ Լսի հոգնած, ես ինքս ոչ մի ախպեր չունեմ տալու այլևս այդ պատերազմին։ Ու ին նման հազարավոր մարդիկ այլևս տղա, հեր, չգիտեմ, ախպեր չունեն տալու այլևս այդ պատերազմի համար, այդ ֆեյք պատերազմի համար։ Այ հոգնած։ Այդ Ղարաբաղի լվացկատանը կարող է պատահի մենակ շեֆը տա մասնակցել եկե ռուսը։ Ադրբեջանցին չի մասնակցել այդ լվացկատանը։ Էսու մեզ եկե արա ականջներին մակարոն լսնամ։ Այդ 30 տարի ժողովրդից խրախուսել եք, ոգևորել եք, փափուկ բացը դրել եք գլխների տակ, եթիմներ ու կերել եք երկիրս։ Ու ամեն օր զոհ ենք տվել, ամեն օր։ 44 օրյայի պատերազմի այդ ժամանակ այդքան զոհ չենք տվել, ինչքան այս տարիներին։ Այդ մարդիկ մարդ չէին, իրանք հայ չէին արա քո համար։ Այդ որ ասում ես վեհապար տիրոջ մասին, որ խոսում է Նիկոլ Փաշինյանը, այդ տտարի տեղը փոխի խղդիր։ Էդի ավելի համապատասխանա։ Ինքը ով է որ իմ տերը լինի, արա, այ հոգնած։ Հա, քո տերն է, բան չասի Շունիկ ջան, բայց իմ տերը չի, դա հաստատ։ Եթե գործակալ ես, եթե հանցագործ ես, բա պետք է սկսվի, բա ինչ պետք է արվի։ Ես արդեն 8 տարի է սպասում եմ։ Վեհապարիդ ոնց են կողելու խուցը։ Ես դրան եմ սպասում։ Շանս է տալիս, որ վեհապարը ինքնակամ Աշոտյան լինի։ Բայց ես այդ շանսն չէի տա։ Հաշվի առնելով 30 տարվա մեջ վեհապարդ ինչ էր արել ու իր աղբերը Մոսկվայում։ Ես այդ շանսն չէի տա։ Ընդհանրապես բոլորդ միասին գնացեք մի հատ տրուբի հաստության, վեհապարի չասեմ որ հատվածում, մի հատ մոմ վառեք, որ այս ղեկավարի նման ղեկավար ունի Հայաստանի Հանրապետությունը, որը օրենքով է շարժվում ձեր հետ։ Թե չէ ինձ մնար, այդտեղ չէի բրթացնի, որտեղ հաշվի առնելով 30 տարվա մեջ ինչեր եք արել դուք հայության հետ, թե Մոսկվաներում, թե Հայաստանում, դու հիմա չէի իրել կարախոսեիր, ոչ էլ վեհապարը գոյություն կունենար։ Այս մեկը ճիշտ ասեցիր, եթե սա անկավ, որտեղ դրան մենակ սա պետք է ասես։ Հետի մեկ, երկրորդը ալո գարաժ դուք վաղուց եք ընկած։ Պրոստը լչեք ջոգե։ Հələ մեկը չի ծնվել, պետության դեմ խաղեր տա։ Էսի որպես թուլություն հանգարց չընդունեք, օլուխներ։ Դուք չեք կարա պետության եւ օրենքի դեմ խաղեր տակ։ Ինչքան էլ որ խաղեր տվեցիք այդ ձեր կանոնադրության մեջ, դուք պետության դեմ անզոր եք։ Ու ես կհրաժարվեմ միշտ իմ եկեղեցուց, բայց իմ պետությունից երբեք, հասկացար, որովհետև իմ տիրոջ հետ, իմ Աստծո հետ ես կարամ ստեղել իմ կապը ստեղծեմ, ինձ քո շենքերը պետք չի, ոչ էլ քո կեղտոտ ձեռքերը, բայց իմ պետությունը, իմ դրոշը պետք է պարտադիր լինի, որպեսզի ես ինձ մարդ զգամ, հասկացար, օլուխովիչ։ Այդ թուլամորտ, այդ դուք եք տարիներով ծնկե թե Թուրքիի, թե Ռուսի, սաղի տակ դարերով, ու ժողովրդիս էլ ծնկացրել եք, Հենց դուք ձեր եկեղեցին պահելու համար դուք իմ ժողովրդին փուրն եք տվել միշտ։ Որովհետև այն ժամանակ դուք եք այդ հարցերը լուծել։ Դուք եք ճիշտն ու սխալը անողները եղել, դրա համար ենք այսօրին հասել։ Որովհետև եկեղեցին է որոշել ով պետք է լինի, որտեղ պետք է լինի, եւ պետությունս ում տակ պետք է լինի, հենց դուք եք որոշել, այդ ծնկացներ, այդ դարերով ծնկաչոք լիզատոներ։ Ռուսին քրիստոնյա դարձնող, իմ եկեղեցին, իմ հավատը, դուք վերցրիք դրեցիք ռուսի տակ, դարձրիք պրակլատկա, ու ինքներդ մտակ իրա հետևը, ու իրա ձեռով արուն եք խմում իմ երկրից, փութք եմ ձեր երեսին, մեղքն էլ դու ես, այ հոգնած, այդ Փաշինյանը ումից պետք է իրա երեխեքին փրկի, քո նման փարչակից, ասում ես բոյ ես տալու, մենք նենց քաղաքական բոյ ենք տալու, որ դու չես էլ տեսել այտենց բոյ։ Հասկացար, հանգարց շփոթվես, հանգարց չխառնես։ Այդ վեհապարը դեր, հա, բանանում, անուն ինչա, չեր համակերպվում Արցախի կորստի հետ, ինչ եք ասում, скажите, пожалуйста, այդ վեհապարը չի ռսի տակ պարկած, վեհապարի տախպերը չի ռսի գործակալ, բայց հետ ռսի ծատկած չեն գալ, այդ ռուսը որ տվեց, այդ ռուսը որ փախավ, այդ ռսի հակուստով որ ադրբեջանցիները մտնում էին Արցախ, այդ որ փագեցին Սովամահեին անում, ռուսը չէր կարում բացել վիդիտիլի, Այդ վեհապարը չի համակերպվում այդ մտքի հետ, թե միգուցե վեհապարը չի համակերպվում, որ աթորա կորցնում, վլաստա կորցնում, փողերա միլիարդերա կորցնում, դու դրանից խոսի։ Դու ինչ կապ ունես աշի եկեղեցու հետ, կամ քո վեհապարը, Ոտերից մերվի, ջոգիր։ Այն որ ասում քամին մեռավ սրտից։ Լսի այ հզոր։ Վաղ կոտես համարում ես, որ չենք ուզում պատերազմենք։ Լավ ենք անում, արա լցնում ենք վրեկները, լավ ենք անում, մենք չենք ուզում այլևս մեռնենք, ձեր պատճառով, ձեր ռուս պապայի պատճառով։ Ինչա թեստե իրասապոկը պահի, մենք տարիներով մեռնենք, ինչի համար մեռնենք, այ հոգնած,
Կամ դու ես կռվող այ յեթին, հա? Դու ես կռվող այ տվար։ Հերի չի հայազգի Սարունի հետ խաղա, կարա։ Լսրանն այ։ Դու խովի տեղա դրե իրան, հա, ինչ որ տենց թույն քաղաքական գործի չես դարը։ Այդ օրենքների մասին ես խոսում, լուրջ ես ասում։ Պետք է օրենքների մեջ քո արասները չես տենում, վեհապարի տարածները չես տենում, հա? Մենակ դու իմ մի հարցին պատասխանի, մնացած հարցերով ուլ գնա լրվի տեղդ, Աշոտյանեղի։ Դու հարցից պատասխանի։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի օրենքի դեմ հավասար է, թե ոչ, այո, օլլուխ, դու էդի ասա։ Եթե այո, բա դու ով ես։ Դու ով ես, վեհապարը ով է, հա? Ով է կարա դուք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք։ Չէ, ես գիտեմ, որ գործակալներ եք, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Դե ուրեմն լրվի տեղը տեղավ, կենթարկվեք օրենքին, կք միլինգի, այսքանը։ Այն գրառումների մեջ որ ասում են հետգրություն։ Ուրեմն հայը եղել է հայ ու կմնա հայ, անկախ ձեր գոյության, եկեղեցու։ Իսկ մեկը միշտ հիշեք։ Ու հայը եղել է ունեցել ամենահզոր ու մեծ պետությունը տարածաշրջանում, միշտ ձեր ի հայտ գալը։ Ձեր հայտնվելուց հետո է հայը կորցրել, միայն կորուստներ տվել։ Ուստի խելքները գլուխները թավաքեք ու ծառայեք պետությանը։ Ես նորից եմ կրկնում, ես շատ հեշտ ու հանգիստ ձեզանից կհրաժարվեմ, բայց իմ պետությունից ոչ։ Իմ պետությունը պետք է ապրի, ու իմ պետությունը պետք է լինի ինքնիշխան, ազատ, ինքնուրույն պետք է որոշի, թե ինքը որտե նստի, ոնց նստի, որ պոզայով նստի, ու ոչ էլ ձեզ պետք է հարցնի։ Դուք ընդհանրապես կողքից են, որ ռսի ասած զբոկու պրիպյորտի օրգանիզացիա եք, հասկացար։ Պետության մեջ դուք ոչ մեկ եք, որովհետև հայը նախասիրում է լինել քրիստոնյա, թե աթեիստ։ Հայը ինքն է որոշում, ամեն մարդ անհատ ինքն է որոշում, գնա եկեղեցի, թե ոչ, իսկ պետությունը պարտավոր է լինի։ Իսկ պետության ղեկավարին ես ընտրում եմ։ Հասկացաք։ Հենց որ մի հատ գտեք ձեզ, քարտեզը բացեք ու գտեք ձեզ։